Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությունը եկեղեցու մեծագույն տոներից է և արտահայտում է Աստվածորդու տնօրինական առաքելության և մարդու փրկagործության նախախնամ խորհրդին։ Աստծու որդու խաչի վրա մահվամբ և հարությամբ մարդը վերստին հավիտենական կյանք ունենալու իր կոչմանն արժանացավ։ Քրիստոսի հարությունը մանրամասնորեն նկարագրվում է ավետարաններում։ Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո երեկոյան բարեպաշտ մարդիկ նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, որի մուտքը փակեցին մի մեծ քարով։ 3 օր հետո կիրակի առավոտյան յուղաբեր կանայք Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնացին գերեզմանը խնկարկելու, բայց զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը թափուր։ Մինչ նրանք տարակուսանքով ու զարմանքով այս ու այն կողմ էին նայում, երևում են 2 հրեշտակ լուսավոր զգեստներով և ասում. «Ինչու եք ողջին մեռելների մեջ փնտրում, այստեղ չէ, այլ հարություն առավ»։ Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց, ինչպես վկայում է Պողոս առաքյալը. Հիսուսին տեսնում է ավելի քան 500 հոգի։ Հիսուս Քրիստոսի հարության ավետիսը նույն հուսադրիչ և կենսատու լուրն է, որ տարածվում է մինչև այսօր աշխարհի 4 կողմերում։